Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ ունենք շատ հետաքրքիր հյուրեր։ Մեր հյուրերն են Հրազդանի կամերային թատրոնի հիմնադիր պրոդյուսեր Շահեն Փանոսյանը եւ դերասան Անդրանիկ Անտոնյանը։ Բարի լույս, բարի առավոտ։ Բարի լույս ձեզ։ Նախ հիշեցնենք մեր հեռուստադիտողին, որ Հրազդանի նորաբաց կամերային թատրոնն առաջին անգամ իր դռները բացեց սեպտեմբերի 10-ին, ներկայացնելով Հերման Ռաուչերի «Շտապիր սիրել» պիեսը, նորաբաց թատրոնի պիեսի եւ իհարկե գալիք ծրագրի մասին խոսենք մեր հյուրերի հետ։ Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել առաջին հերթին ձեզ ու վստահ եմ շատ շատերի անունից այս շնորհակալությունը կնչի, իհարկե ձեր թույլտվությամբ, սիրելի հեռուստադիտողներ, Հայաստանում առասարակ ավելի շատ բացում են ռեստորաններ ու ինչ-որ նմանատիպ բաներ, այլ ոչ թե լսում ես թատրոն է բացվում, նոր թատրոն ապշելու է։ Մեր հոգին ցնծում է։ Նամանավանդ, որ դա Երևանում էլ չի, որտեղ ամեն ինչ այսօր կենտրոնացած է Երևանում ու Հրազդանում, այսինքն երկրորդ թատրոնն է սա, չէ՞։ Սա ըստ իս վաղեմի երազանք է, նպատակ ու մեծ ցանկություն է եղել։ Նախ նաև կուզեմ անդրադառնալ բոլոր այն մարդկանց, ովքեր որ այս մտքի, այս գաղափարի կողմնակիցներն են եղել ու ձեզ ոգեշնչել են, ձեր կողքին են ու մինչև հիմա, ինչպես ստացվեց, որ որոշեցիք, որ պետք է բացել։ Շատ շնորհակալություն հրավերի համար, նախ առաջինը թատրոն բացելու ցանկությունը երազանքը դեռ ինստիտուտի տարիներից կար, թատերական ինստիտուտում երբ որ ուսանում էի, այդ ժամանակվանից կար այդ նույն արվեստի դպրոցում, որտեղ բացվել է թատրոնը, Կոստաս Զարյանի անվան արվեստի դպրոցում, ես դեռ սիրողական ներկայացումների մեջ էի ներգրաված եւ որոշել էի այդ ժամանակվանից ներգրավել մի գործի, որը որ պետք է հետո այսպես հետաքրքիր էր ժաստանցիների համար եւ մենք իմ ընկերներին երբ որ ասեցի կամերային թատրոն բացենք դպրոցի կամերային դահլիճում, փոքր դահլիճում, շատերը չէին հավատում, որ դա կարող է իրականություն դառնալ, ուտոպիա էին համարում, բայց ահա այսօր ի պատիվ իմ ընկերների, ի պատիվ մեր ինձ հավատացողների վերջապես մենք ունեցանք մեր երազանքը։ Իհարկե ուզում եմ մի քանի շնորհակալական խոսքեր ասեմ նաև Հրազդանի համայնքապետին, մեր մշակույթի բաժնի պետին, որոնք օգնեցին, թույլատրեցին, հավատացին ինձ եւ այդ դահլիճում, որը նոր ենք վերանորոգել, այսպես ամեն ինչը մանրակրկիտ ձևով կառուցել ենք, լուսավորությունը, ձայնային հնարավորությունները եւ այդ դահլիճում վերջապես մենք ունենք կամերային թատրոնը։ Հրաշալի։ Ձեր արձագանքը անդրենք առաջին, ինչպես ինչ ասեցիք, առաջին բառը նախադասություն, արտահայտություն։ Հիշեք։ Հիշում եմ Արմենը աշխատում էր այդ գործի վրա, թարգմանության վրա։ Ինձ ասեց հարցրեցի Կիանու Ռիվսի դերն եմ խաղալու, ասեց չէ։ Ես ստեղծեմ ավելի։ Դե բան է, այդ պիեսով ֆիլմեր կա, երկու ֆիլմ կա, երկրորդը ամենահայտնի տարածվածն ու ամենայն դեպս Հայաստանում Քաղցրիկ նոյեմբեր։ Կիանու Ռիվս, Շերտիս Թերոն։ Տենց առաջինը ինչ պատասխանեցի Կիանու Ռիվսի դերն եմ խաղալու, ասեց չէ։ Բայց ես ուրախ եմ, որովհետև այդ դերը խաղացող Հայկ Պետրոսյանը նույնպես գերազանց աշխատանք է կատարել, ես կարող այդպես չկարողանայի, նաև իմ դերը հաջող եմ համարում, հաջողված եմ համարում ու համարում եմ, որ ինպես կարող է շատերը չկարողանային, կարող է ոչ ոք չկարողանար, մի քիչ մեծ բաներ ես էլ ասում։ Այդպես պետք է լինի, բայց չսպասես մինչև քեզ գովան։ Բայց ինչու հենց Շտապիր սիրել պիեսով։ Եթե չի բեմադրվել սա, եթե չեմ կարծում եմ Հայաստանում չի բեմադրվել։ Սա Շտապիր պիես Քաղցրիկ նոյեմբեր ֆիլմից է։ Ռաուչերի, իդեպ Ռաուչերը սկզբնական շրջանում սա գրել էր որպես թատերական պիես։ Այնուհետև չի կարողանում բեմադրել եւ դա վերջապես վաճառում է որպես կինոսցենար ու հետագայում նկարահանվում է։ Երբ որ Արմենը ներկայացրեց պիեսը, ես մի քիչ ճիշտ ասած Երևանից քաղաքից դուրս այսպիսի հետաքրքիր անցումներով ներկայացում մտածելու առիթ տվեց, բայց վերջապես համաձայնվեցինք ես ու Արմենը դերասաններին իրար հետ ենք ընտրել, ինքը ամեն անգամ հարցնում էր ինձ, իհարկե այս կազմը իմ ամենա այսպես ասած սիրելի կազմն է, այո։ Անպայման հրավիրում եմ ձեզ դիտելու ամսի 30-ին մենք ունենք այդ ներկայացումը եւ ես խաղում ենք, շատ հրաշալի ներկայացում է։ Արքաստու հաջողված է, Հրազդանյան հանդիսատեսը սիրեց, կարծում եմ մայրաքաղաքում էլ ենք խաղալու անպայման, խաղալու ենք նաեւ մարզերում եւ լիքը նպատակներ կար նաեւ դուրս գալու։
Այո, իհարկե, սա չի վերաբերում միայն հրազդանցիներին, կոչ ենք անում երևանցիներին եւս, որովհետեւ երբ որ ուզում եք գնանք, երեխեք գնանք Ծաղկաձոր կոֆե խմենք, մի հատ գնացեք հրազդան ներկայացումը վայելեք, հետո գնացեք Ծաղկաձոր սուրճը, հետո կարող եք գնալ Սևանի կոնձուկի կուտեք ու վերադառնալ Երևան։ Հիմա հարց։ Գրաֆիկը հստակ տվեցի։ Այո, շատ սիրուն, շաբաթ գիրեք չամսի 30, ինչ օր է։ Ինչ ունեք անելու Սելիա։ 25-ն է այսօր, 25-20։ 3 շաբաթ։ Հայաստանով լեցուն օր կանցկացնեն։ Միանշանակ։ Ներողություն մեջ բերում բերեմ կոնկրետ Արմեն Մարգարյանի մասին, նույնիսկ այն ընկերները, որոնց հետ երկար տարիներ ընկերություն ես անում, ամեն րոպե կարող են բացահայտում լինել։ Արմեն Մարգարյանը եւս մի անգամ բացահայտվեց եւ չնայած ամեն վարքյան բացահայտում եմ իրեն, բայց իր տաղանդով եւ իր հանճարեղ մտածողությամբ եւս մի անգամ բացահայտեց ինձ իր հրաշալի, այսպես ռեժիսորական լուծումներով։ Դեպքում երկու բառ ես էլ ասեմ, Արմենի եւ Հայկի Էլենի հետ էլ շատ լավ ստացվեց եւ շփումը եւ ստեղծագործական առումով շատ բաց շփում եղավ, բայց Արմենի ու Հայկի առումով մենք հին ուսանողական ընկերներ ենք ու շատ հետաքրքիր էր նաեւ իրանց երևի իմ տեսանկյունից կամ ինձ իրենց տեսանկյունից իմ քայլը թե ինչպեսի ռեժիսոր է դարձել Արմենը եւ ինչպեսի ահռելի մասնագիտական մեծ քայլ, դաժե քայլ էր երևի կարելի ասել։ Ձեր առաջին համատեղ աշխատանքներ։ Մինչև էս էլի աշխատել էինք TV-ում ուսանողական տարիների ներկայացումներ բաներ, բայց պրոֆեսիոնալ sense հաջողված մեծ թատերային ներկայացում առաջի անգամ էր երևի, հաջողված մի քանի անգամ ասեցի, լինում են պրոյեկտներ, ներկայացումներ կամ ֆիլմեր, որ այդքան էլ հաջողված չեն լինում, դա հոգեպես ճնշող բան ունի էլի, իսկ երբ որ հաջողված է լինում, համ հանդիսատեսից ստացած էներգիան է ինչ որ համով է լինում, հապուկ ջերմ եւ ներկայացման ընթացքում էլ էմոցիոնալ եւ հանդիսատեսն է էմոցիոնալ տարբեր հուզմունքից ծիծաղից հուզմունք եւ դերակատարներս էլ էլի տենց էմոցիոնալ ինչ որ միքս կոկտեյլ է շատ հաճելի է։ Այնքան գրավիչ ներկայացեցիք, որ սեպտեմբերի 30-ին մարդուզում ամեն ինչ քենսել անում ու իրոք գնահատել։ Բայց Անդրանիկի խոսքին ուզում եմ ավելացնել, այդ չհակերտավոր, չհաջողված հենց նախագծերի, ինչպես ասած, այդ կողքինը, հա, կանգնած այն հաջողված նախագծերը, որտեղ այդ ամեն ինչը քեզ տալիս է մոտիվացիա, ստիմուլ առաջ գնալու, անելու էլ ավելին։ Դրա համար ես վստահ եմ, որ հաստատ ստացված ու շատ շքեղ ներկայացում է։ Չստացված պրոյեկտներից էլ շնորհակալ լինելու շատ միանշանակ է շնորհակալ լինելու հաջողված պրոյեկտները այդ սխալների վրա սովորած միանշանակ Հրազդանցիները արվեստասեր մարդիկ են, դա նորություն չէ, ու ցանկացած առասարակ ներկայացում, հայ ինքը իր ասելիքն ունի, իմաստն ունի, դա պարզ է, բայց արդյոք այս ընտրության մեջ ինչ որ հատուկ հստակ մեսեջ կար, որը որ ինչու հենց ընտրեցիք այսպեսը, որովհետև վստահ եմ, միգուցե կային այլ տարբերակներ քննարկվում էր, թե հենց իհարկե քննարկվել է, նույնիսկ մենք նախատեսել ենք կոմեդիայով սկսել, թատրոնի բացումը կոմեդիայով ազդարարել, բայց որոշեցինք սա առաջ գցել, որովհետև ինքը ալտերնատիվ կլիներ դասական ներկայացումներին, այսպես ասած, ինչպես մենք գիտենք։ Հետարքիր տարբերություն է նաև Հրազդանի հանդիսատեսի համար, որ կարող է գալ մի հատ փոքր տարիքում լինել բացարձակ պայմանական ներկայացում, իսկական պայմանական ներկայացում ժամանակակից լույսերով, այսպես գործիքներով, դերասանական անզուգական խաղով, այսպես երևի մտածեցինք, որ սա կարող է ալտերնատիվ լինել նաև մարզերում գործող թատրոնների դասական կոմեդիաներին։ Հետաքրքիր օրինակ, երբ որ ներկայացման ընթացքում կամ ավարտին հետևել եք նայել եք օրինակ հանդիսատեսների շարքում դեռահասները ինչ տոկոսն էին կազմում։ Չէ, սա անկեղծ ասած բարձր տարիքի տարիքային ժամանակահատվածում, 16 պլյուս, այսպես կարելի ասել, բայց գոնե 16, հա, պլյուս, բայց ամեն դեպքում Հրազդանյան հանդիսատեսը մի քիչ այսպես զգաստացած է, շփոթված է, ես զգում եմ դա, բայց ներկայացման վերջում կարող եմ անկեղծ ասել 50%-ը հուզված է դուրս գալիս։ Ներկայացումը սկսում է ոնց,
Բայց դահլիճը լիքն է։ Հա, միանշանակ անկեղծ ասած երկար տարիներ այդ բեմը չի օգտագործվել ներկայացումների եւ ցանկացած հանդիսությունների համար, ինքը վթարային վիճակում էր շատ ոչ բարվոք։ Հիմա նորից ուզում ենք 10 տարի մեր հանդիսատեսին, որը կորցրել ենք, նորից բերենք այդ դահլիճ։ Այդ խնդիրը կազգում եմ, այդ խնդիրը նույնիսկ շատերը, որոնք եկել են այդտեղ այն ժամանակ նայում էին ներկայացումներ, երբ ես էի խաղում, հիմա մտեղը մոռացել են։ Նույնիսկ տոմսակը գնելով իրանք գնում են ուրիշ տեղ։ Ես հասկանում եմ, քիչ-քիչ կսովորեմ մեր հանդիսատես։ Իրանք գիտեն, որ Հրազդանում կամերային թատրոնա բացել, որ ես եմ, որ Արմեն Մարգարյանն է բեմադրել, բայց դեռ չեն սովորել դեռ։ Իհարկե լիքը ծրագրեր կա, որ կարող ենք մեր հանդիսատեսին առաջարկել ապագայում, այնպես որ մեր հանդիսատեսը թող պատրաստվի։ Ես խոսքս ուղղում եմ այն հայրենասեր, կարգին լավ հրազդանցիներին, որոնք վստահ եմ կարող են աջակիցը լինել ձեզ, որովհետև վստահ եմ, որ կահավորման գերժամանակակից հնարավորություններ ունենալու համար պետք է նաև ֆինանսներ են պետք, որքան էլ որ պետությունն էլ համայնքն էլ ձեր կողքին է, բայց վստահ եմ, որ կան հայեր, ովքեր որ կուզենան ձեզ օգնել ձեր կողքին։ Այդ հարցը լուծել ենք, ի պատիվ մեր համայնքապետի, իրոք լուծել ենք շատ ժամանակակից, կարող է անդոմ փաստել, շատերը չէին պատկերացնում, կարող է դահլիճը այդպես սարքել, դեռ շենքը ամբողջովին չսարքած, մենք սարքել ենք, վերանորոգել ենք դահլիճը, ու ես կարծում եմ, որ պատրաստ ենք բոլոր տեսակի մարտահրավերներին, ցանկացած ռեժիսորի երևակայությանը։ Ես այդպես եմ կարծում։ Շատ լավ։ Եվ ինչ եք կարծում, օրինակ Հրազդանին ինչ կտա կամ ինչ տվեց, վաղ է դեռ խոսել ինչ տվեց, ամփոփելու բան չունենք դեռ, բայց ինչ կտա սա Հրազդանին, երկրորդ թատրոնն է, իսկապես անկեղծ եմ ասում, սա շատ ուրախանալու առիթ է, որովհետև սա երկրորդ սուպերմարկետի բացում չէ, սա մանկական երկրորդ սրճարանի բացում չէ, վայ, ռեստորանային համալիր ակումբ չէ, ծնենք մի կողմի վրա, իսկապես այսպես նորություններ իմանալու դեպքում ամեն մեկս պիտի աղաղակենք story անենք Facebook, բայց հիմա sense բաները story չեն անում։ Հիմա որ մտնես քրքրես բոլոր հայտնիների, դերասանների, երգիչների էջերը, ոչ մեկի էջում չենք տեսնի, որ երեխեք գիտեք Հրազդանում բացվել է երկրորդ թատրոնը։ Եկեք ուրախանանք այդ առիթով։ Ինչ կտա սա Հրազդանին։ Ընդհանրապես ցանկացած թատրոնի բացում ինքը առաջին հերթին քաղաքային թեմագիծ է ձևավորում եւ քաղաք դարձնելու եւ քաղաքային մշակույթով ապրելու ամենակարճ ճանապարհը թատրոններ ունենալն է։ Ես այդպես գիտեմ, ցանկացած տեսակի երաժշտական թատրոն, օպերային թատրոն, կամերային թատրոն եւ ընդհանրապես բոլոր ժանրերի։ Իհարկե շատ ուրախալի է, որ նա Հրազդանը ծաղկում է նաեւ ձեր ասած համեմատությունը, որ վերեցիք ճիշտ տեղին էր, բայց կուզեի ցանկացած հավաքատեղում կա մշակույթ։ Երբ որ մարդիկ հավաքվում են միտեղ, կա մշակույթ, նույնիսկ Հարսանյանց հանդեսների։ Լավ կլինի, որ հրազդանցիները հավաքվեն նաեւ մի հարթակում, որը որ խոսում է արվեստի, մշակույթի, ինտելեկտի եւ ընդհանրապես մտորումների։ Եվ կարծում եմ մեր թատրոնը կարող է մի փոքր բաժին Հրազդանում անել իր մեսիան։ Բացի դա նաև սա տուրիստի հոսք էլ կարող է ավել ապահովել, որքան էլ որոնք տուրիստ հետաքրքրված լինի Հրազդանով, իմ կարծիքով թատրոնը նաև ինչ որ X զանգված տուրիստի կբերի։ Իհարկե, պատմամշակութային շատ տեղեր ունենք Հրազդանում, նույնիսկ Ծաղկաձորն է մոտ։ Շատ ես համոզված եմ, որոնք մարդիկ, որ 5-6 օր գալիս են Ծաղկաձոր հանգստանալու, նույնիսկ ձանձրանում են, կարող է նաև ալտերնատիվ ինչ-որ հետաքրքրական ինչ-որ բան առաջացնել։ Ցեզ զբաղմունքի առումով բան լինի, որովհետև թատրոնի էջում ես տեսել եմ այդ հայտարարությունը, հրազդանցի այն դերասանները եւ այդ ձիրքն ունեցող մարդիկ, ովքեր որ ռեալիզացվելու տեղ չունեն, Գուցե իրենց համար հարթակ նաև լինի։ Իհարկե անջան դուք պատրաստվեք։ Իհարկե հրավեր կա բոլոր մեր ստեղծագործող երիտասարդներին, որոնք կարող են գալ համագործակցություն սկսել մեզ հետ միասին, մեր տեղները բաց են։ Տաղանդավոր եւ պրոֆեսիոնալների համար իհարկե։ Շնորհակալ ենք անչափ մեզ հյուրընկալվելու համար։ Շատ շնորհակալություն։ Ձեզ մեծ հաջողություններ ենք ցանկանում, վստահ ենք, որ այս բարի գործը հաջողելու է միանշանակ։ Եվ այո, չեք մոռանում, սեպտեմբերի 30-ին cancel ենք անում բոլոր անիմաստ անհասկանալի գործերը, ոչ միտեղ չեն գնում, հորքորիտուն չեն գնում, գնում ենք Հրազդան եւ վայելում ենք կարգին մարդավարի մի ներկայացում եւ ես մեկ անգամ հիշեցնենք, որ մեր հյուրերն են Հրազդանի կամերային թատրոնի հիմնադիր պրոդյուսեր Շահեն Փանոսյանը եւ դերասան Անդրանիկ Անտոնյանը։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն, այլույս սիրելի հայրենակից։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Գնացեք կենտրոն հեռուստաընկերության հետ, մենք այսքանով չենք սահմանափակվում, դեռ խոսել ենք մշակույթից, երաժշտությունից, իսկ ում հետ երբ կիմանաք մի փոքր ավելի ուշ։